Փառք Հիսուսին։ Որ նորից Աստծո ժողովրդի մեջ ենք եւ հավաքվել ենք Տիրոջը պաշտելու։ Ես ուզում եմ Սուրբ Գրքից մենք տեսնենք, սիրելիներ, մի շատ կարևոր պահ, որովհետեւ մենք ճանապարհի վրա ենք, ճանապարհ ենք գնում, Տերը մեզի հանել է մեղքի աշխարհից, դուրս ենք եկել, մեղքի աշխարհից դուրս ենք եկել, բայց ուր ենք գնում։ Սա շատ կարևոր է, որ եթե մարդը ճանապարհ է գնում, պետք է իր նպատակ ունենա։ Եթե մի ճանապարհ նպատակ չունի, այդ ճանապարհը անվերջանալի եւ հոգնեցուցիչ է։ Սիրելիներ, ուր ենք գնում մենք, ինչին ենք ուզում հասնենք, դեռ երկրի վրա։ Դրա համար ամեն մեկս կարող է տարբեր կարծիքներ ունենանք, տարբեր մտքեր ունենանք, բայց ես ուզում եմ Սուրբ Գրքից ցույց տալ, որ Սուրբ Հոգին մեզ ուր է ուզում հասցնել այս կյանքում։ Ու մենք տեսնենք, ամեն մեկս պիտի տեսնենք, մենք հասել ենք կամ մոտեցել ենք գոնե եղբայրներ քույրեր, որովհետև եթե Սուրբ Գրքի խոսքերը չի կատարվում, եթե Սուրբ Գրքի խոսքերը չի կատարվում, ուրեմն մենք ճիշտ ճանապարհի վրա չենք, որտեղ մենք մեր բոլոր քայլերը քննում ենք Սուրբ Հոգով։ Ես կարդում եմ Եփեսացիս թղթից եղբայրներ քույրեր 4-րդ գլխից մի քանի խոսք կարդում եմ։ Եվ ինք մեկ քանին տվավ առաքյալները լալու, մեկ քանին մարգարեներ, մեկ քանին ավետարանիչներ, մեկ քանին հովիվներ ու վարդապետներ։ Աստված ծառայողներ է տվել, սիրելիներ, սուրբերուն կատարելությանը համար, պաշտոնին գործին համար, Քրիստոսի մարմնին շինությանը համար։ Մինչև ամենս ալ հասնենք հավատքին, տեսեք սիրելիներ, մենք ուր պետք է հասնենք, ուր է մեզ տանում Սուրբ Հոգին, մինչև ամենս ալ հասնենք հավատքին ու Աստծո որդին ճանչնալուն միաբանությանը, կատարյալ մարդ լալու, Քրիստոսի նման հասակին չափը ունենալու։ Ուրեմն տեսեք մեզ ուր է տանում Սուրբ Հոգին, սիրելիներ, մինչև ամենս ալ հասնենք հավատքին ու Աստծո որդին ճանչնալու միաբանությանը, կատարյալ մարդ լալու, Քրիստոսի նման հասակին չափը ունենալու։ Եվ դրանից հետո, երբ որ մենք հասնում ենք դրան, որպեսի ալասկե ետև տղաք չլանք, երերած ու վարդապետության ամեն հովերեն ազդին անդին տարբերված մարդոց խաբեությունովը, որոնք խորամանկությամբ կխաբեն մոլորեսնելու։ Տեսնում եք, երբ որ մարդը հասնում է այդ հոգևոր մակարդակին, բոլոր գայթակղության քամիները, մեղքի քամիները, աշխարհի քամիները, մոլորության քամիները այլևս չեն կարողանում շարժեն։ Սատանան իր սուտ մտքերով, իր կրակոտ նետերով, իր հարցակումներով չի կարողանում շարժել, սիրելիներ։ Բայց մինչև մի փոքր այս զրույցը ես այդպես զգում եմ, որ պետք է մի աղոթք անենք, սիրելիներ։ Եվ աղոթքի նպատակն եմ ես ուզում ասել։ Չգիտեմ, այդպես ես տեսնում եմ, որ մի կարճ աղոթք պետք է անենք։ Աղոթքի նպատակը հետևյալն է։ Երբ որ մոտենում էին Տեր Հիսուսին հեթանոսներից, հեթանոս ժողովրդից, այսինքն ոչ հրեաներից, որտեղ մնացած ազգերը հեթանոս էին։ Մենակ Իսրայելի Աբրահամի սերունդներ Իսրայել ժողովուրդը, որը պաշտում էր կենդանի Աստծուն։ Եվ Հիսուսը ասում էր, որ ես եկել եմ Իսրայելի կորսված ոչխարների համար։ Հիսուսը ասում էր, ես եկել եմ Աբրահամի սերունդը փրկելու։ Բայց ինչու Տեր Հիսուսը չկարողացավ փրկել այդ ժողովրդին։ Բայց մենք տեսնում ենք, չէ՞ որ այդ փրկությունը չկատարվավ։ Ինչու Հիսուսը չկարողացավ, սիրելիներ։ Ինչա զորությունը չբավարարեց։
արգելքը, բուն արգելքը, այս կարդում եմ, որ հիմա այդ արգելքը ում մեջ որ կա, ինչու Հիսուսը այսօր քեզ չի կարողանում փոխել։ Քանի տարի է դու գալիս ես։ Ինչու Հիսուսը քեզ չի կարողանում բժշկել, այդ վիճակից դուրս անել, քեզ փրկել այդ մարմնավոր վիճակից, ինչու չի կարողանում։ Ինչքան է այցելել քեզ, ինչքան է կպել քո սրտին, Սուրբ Հոգով է մկրտել, տարբեր հրաշքներ է գործել, բայց նայում ես դու այդ վիճակից չես փրկվում։ Ինչու։ Բուն արգելքը սիրելիներ, ես ուզում եմ Սուրբ գրքից ցույց տալ, որ Սուրբ Հոգու գործը մեր վրա առաջ կնա, թե չէ արգելք կլինի, ու տենց մենք ամեն անգամ խոսանք ու կաղոթենք եւ ոչ մի արդյունք չի լինի շատերի վրա։ Դրա համար այս արգելքը պետք է վերանա հիմա Հիսուսի անունով։ Եվ բուն մեղքը, տեսեք մեղքը, արգելքը սիրելիներ։ Ես կարդում եմ Հովանու ավետարանից 5-րդ գլուխ, ուշադիր լսեք, որ այս արգելքը ում մեջ որ կա, բերենք Տիրոջ առաջ, սա ամենամեծ մեղքն եմ կարդում։ Ամենամեծ մեղքը, ամենամեծ արգելքը։ Եվ կարդում եմ 5-րդ գլուխ 40 համարը։ Եվ դուք չեք ուզեր ինձի գալ, որ կյանք ունենաք։ Մի համարել եմ կարդում սիրելներ, ես չգիտեմ դուք տեսնում եք թե չէ, եւ դուք, Հիսուսն ասեց, չեք ուզում ինձի գաք, որ կյանք ունենաք։ Ղուկաս ավետարան 13-րդ գլուխ 34 համար։ Ով Երուսաղեմ, Երուսաղեմ։ Հիմա այս Երուսաղեմի տեղը մեր անուններն են։ Ամեն մեկս մեր անունը դնենք։ Ով Երուսաղեմ, Երուսաղեմ, որ մարգարեները կսպանեիր, քեզի ղրկվածները կքարկոծեիր, քանի անգամ քու տղակները ժողվել ուզեց, ինչպես հավեր ձագերը թևերուն տակ կժողվե, եւ դուք չուզեցիք։ Որն էր արգելքը։ Մեղքը որն էր։ Դուք չեք ուզում։ Սիրելիներ, իմ մտքով չի անցել, որ եսի կարող եմ մեղքը լինի։ Մեղք հասկացել եմ շնություն մի արա, գողություն մի արա, սուտ մի խոսա, բայց մեղքը որն էր, որ Հիսուսը չկարողացավ այս մարդկանց փրկեր։ Դուք չեք ուզում։ Պարզվում է, որ սա ամենալուրջ արգելքն է։ Դու ուզում ես, թե չես ուզում։ Եթե այս հարցը քո մեջ, դրա համար Հիսուսը կոնկրետ էր ասում։ Եվ Աստված սիրում է կոնկրետություն, հաստատություն է սիրում Աստված։ Քո այոն այո լինի, ոչը ոչ։ Համար սիրելիներ, ես այդպես առաջնորդվում եմ, որ այս աղոթքի ժամանակ քանի տարի է դու գալիս ես, ես չգիտեմ ինչ վիճակի մեջ ես, լավ վիճակ ես, թե վատ վիճակ ես, ընկած ես, մեղքի մեջ ես, դու ուզում ես, որ Տերը քեզի բժշկի այդ վիճակից։ Դու ուզում ես մարմնավորից դառնալ հոգևորը, դու համաձայն ես, թե չէ։ Դու Հիսուսին այո ասում ես, թե ոչ։ Ես հիշում եմ սիրելիներ, մի անգամ տարիներ առաջ նկատեցի, որ իմ մեջ այդպես ես արթուն չեմ եղել, սատանան անմաքուր սերմեր է ցանել, այդ սերմերը արդեն ծիլ են տվել, գլուխ են բարձրացնում, ու ես զգացի դրա վտանգը, տեսա, որ այ քեզ բան, այս անմաքուր բաները որտեղից են հայտնվի իմ մեջ, ու ես այդպես երեխու պես կախված Տիրոջ փեշերից աղոթում եմ, Հիսուս ջան արյունովդ մաքրի, Հիսուս ջան Սուրբ Հոգու կրակով վառի, աղոթում եմ, Սուրբ Հոգով եմ աղոթում, այսպես ջերմեռանդ աղոթում եմ, երեխեն ոնց է կախվում մոր փեշերից, լացում, այդտենց կախվել եմ Տիրոջ փեշերից, ինձ մաքրի, որ մաքրի, այսպես աղոթում եմ։ Եվ այդպես ահագին երկար տևած այդ աղոթքը եւ Սուրբ Հոգի խոսեց իմ հետ։ Գիտեք ինչ ասեց։ Ասեց դու մի ասա ես ինչ անեմ, ոնց մաքրեմ, ես մաքրելու ձևը գիտեմ, արյունով մաքրեմ, թե կրակով մաքրեմ, թե ոնց մաքրեմ, ես այդ մաքրելու ձևը գիտեմ,
Դու մենակ ասա, դու համաձայն ես, որ ես քեզ մաքրեմ, թե չէ, դա չասիր։ Դու ասում ես իմ գործերը, Աստված ասում է, ես իմ գործերը լավ գիտեմ։ Դու քոնը ասա, քո ֆունկցիան չկատարեցիր դու։ Եվ բացվեց իմ սիրտը, ու տեսա այս սրտի սլակը իմ 1 մինուս 1 պլյուս, այսպես տատանում, այսինքն 1 համաձայն է, 1 համաձայն չի։ Ասես դու ես հարցը լուծի։ Մնացած ես գիտեմ ոնց պետք է անեմ։ Դուք միտք առնում եք ինչ եմ ասում։ Ուրեմն Հիսուսը ինչու քեզ չի կարողանում փոխել։ Դու մի բան պետք է ամեն օր հաստատես, ամեն օր դու պետք է հաստատես, եւ Սուրբ Գիրքը այդպես է ասում, սիրելիներ, եւ շատ համարներ կա այս ուզելու ու չուզելու վերաբերյալ, եւ էսի ամենամեծ մեղքն է, սա կարելի ասել մահացու մեղք է։ Շնացող կնոջը Հիսուսը կարողացավ փրկել, որտեւ ինքը ուզում էր, չէ՞։ Ուզում էր թե չէր ուզում։ Անառակ որդուն հայրը կարողացավ այդ վիճակից անել, որովհետև անառակ որդին ուզեց, այ դա ուզելը։ Սիրելիներ, եւ ինչքան հեթանոսներ եկան, հեթանոսներ, որ Հիսուսը պատահական չէր, որ ասում էր, ես եկել եմ Իսրայելի կորսված ոչխարների համար, բայց շատ հեթանոսներ եկան ու փրկվան, հավատացին ու փրկվան։ Եվ Հիսուսը այդ բոլորը անում էր, որ Իսրայելի նախանձը գրգռի։ Ուրեմն այդ ուզելը ո՞րն է։ Ուզել ասելով ինչ չի, որ հիմա ես ասեմ Հիսուս ջան, ես ուզում եմ։ Այդ բառի հարցը չի։ Ես կարդում եմ Սուրբ Գրքից, որ հիմա սա կատարվի։ Երկրորդ թուղթ Պետրոս, առաջի գլուխ 10 եւ 11 համարները։ Այսօր համար եղբայրներ, ավելի ջանք ըրեք, որ ձեր կոչումը ու ընտրությունը հաստատեք, որովհետև զայս ընելով բնա պիտի չվրիպիկ, քանզի այսպես ձեզի, ուրեմն սիրելիներ, ուզել նշանակում է քո ընտրությունը հաստատես Աստծո առաջ։ Այդ ուզելը բառ չի, որ ասեմ ես ուզում եմ կամ չեմ ուզում։ Ուզելը սա է, սիրելիներ, որ քո ընտրությունը տվել ես Հիսուսին, թե ոչ։ Ջանք արեք, որ քո ընտրությունը եւ կոչումը հաստատես, քանզի այսպես զայս ընելով բնա պիտի չվրիպիկ, քանզի այսպես ձեզի առատորեն պիտի շնորհվի մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի թագավորությունն։ Ուրեմն դրանից հետո ես դու մտնում Աստծո ներկայության մեջ։ Դրանից հետո է որ Սուրբ Հոգին քեզ վերցնում է իր թևերի տակ։ Դրանից հետո է դու դա անելով չպետք է վրիպես եւ առատորեն Աստծո շնորհքի դռները պետք է բացվի քո վրա։ Եղբայրներ, քույրեր, սա ամեն օրվա պատերազմ է եւ կարիք կա, որ ամեն օր մեր ընտրությունը եւ կոչումը հաստատվի Տիրոջ առաջ։ Եվ ամեն օր, որ դուք աղոթք եք անում, ամենալուրջ աղոթքը, ամենազորավոր աղոթքը սա է։ Ինչ մտքեր են եկել քեզ, հիմա ով ինչ մտքերի մեջ է, մեղքի ինչ տեսակներ են քո մեջ գլուխ բարձրացրել, ինչ գայթակղություններ է սատանան դրել քո առաջ։ Չգիտեմ ով է քեզի նեղացրել, հպարտությունը այդ պահին գլուխ է բարձրացրել, ատելությունը, սատանան չգիտեմ ինչ աղտոտ ու կեղտոտ մտքերն է քեզ բերել։ Դու քո ընտրությունը հաստատի, դու մեղքի հետ մի պայքարի, սատանայի հետ գործ չունես, դու Հիսուսի հետ գործ ունես, դու Աստծու հետ խոսա եւ ասա Տեր, ահա այս բոլորը գլուխ են բարձրացրի մեջ, ահա այս գայթակղությունների մարչև են դրված, բայց իմ ընտրությունը հավիտյան դու ես, քո ոտքերի մոտից ուրիշ տեղ չունեմ գնալու, շարունակվում է պատերազմը, դու էլ շարունակի հաստատել, ինչքան շարունակվում է, դու Հիսուսի հետ խոսա, դու քո այոն հաստատի, դու քո համաձայնությունը հաստատի, դու քո ընտրությունը հաստատի, սա է քո ֆունկցիան, սա է քո գործը եւ առատորեն կշնորհվի քեզի։ Սիրելիներ, ուրեմն Հիսուսը ինչպես կարողացավ շնացող կնոջը փրկել, ինչպես հայրը կարողացավ անառակ որդուն փրկել, ինչպես Հիսուսը կարողացավ հեթանոսներին փրկել ու ոչ թե Իսրայել ժողովրդին, որտեղ նրանք եկան եւ իրանց ընտրությունը տվեցին Հիսուսին եւ շատ հեշտ էր։ Հիսուսը չասեց, որ քո մեղքերը այնքան շատ են, դրա համար ես քեզ չեմ կարող փրկեմ։ Չասեց, որ դու այնքան կյանքում շնություն ու գողություն ես արել, դրա համար ես քեզ չեմ կարող փրկեմ։ Դու չես ուզում, որ ես քեզ փրկեմ, հասկանում ես, քո ընտրությունը Հիսուսը չի։
Առավոտից իրիկուն աղոթում ես, ես չգիտեմ ինչ բարի գործերի մեջ ես, բայց եթե քոնտրությունը չես տալի Աստծո խոսքին, Աստված չի կարող, ոչ թե զորություն չունի, այլ որ դու չես ուզում, ստիպողական չի փրկությունը, բժշկությունը ստիպողական չի, սիրելիներ։ Ուրեմն ես միաբան աղոթքը մենք հիմա պետք է բերենք Տիրոջ առաջ, կանգնենք մի կարճ աղոթքի, կասեմ, եւ եղբայրները կշարունակեն։ Ուրեմն եղբայրներ, քույրեր, այ Աստված մեզ ստեղ է ուզում հասցնել, հավատքին հասնել, տեսեք, հավատքին հասնել, սիրելի եղբայրներ, քույրեր, մենք կարդացինք, չէ, Եփեսացիս թղթում, դա 4-րդ գլխի 13 համարներ, մինչև ամեն սալ հասնենք հավատքին, հավատացյալների մասին է խոսքը։ Ես մի ժամանակ ասում եմ, Տեր ջան, ես արդեն քեզ հավատում եմ, էլ հավատքին հասնելը ինչ խոսք է։ Հավատքին հասնել նշանակում է, որ քո ընտրությունը կատարյալ է։ Վիճակով ես կատարյալ չեմ, շատ աճելու մաքրվելու տեղ ունեմ, բայց իմ ընտրությունն է կատարյալ։ Հիսուսի ոտքերի մոտից ես ուրիշ տեղ չունեմ գնալու։ Այս բժշկությունը, այս հոգևոր բժշկություն է։ Համաձայն եք, որ առաջ հոգևորը կատարվի, սիրելներ։ Ուրեմն մենք ուր ենք գնում հասնելու հավատքին ու Աստծո որդին ճանաչելու միաբանություն, ինչ է նշանակում Աստծո որդին ճանաչել։ Աստծո որդին ճանաչել, սիրելներ, չի նշանակում ուղղակի պատմությունը իմանալ։ Այսինքն դու ճշմարտությունը ճանաչես, որտեղ Հիսուսը ճշմարտությունն է։ Եթե դու ճշմարտությունը, ավետարանի ճշմարտությունը չես ճանաչում, նշանակում է դու Հիսուսին չես ճանաչում։ Եվ երբ որ դու ճշմարտությունը ճանաչեցիր, ճշմարտությունը քեզ ազատ է անում բոլոր վիճակներից։ Աստծո որդու լման հասակի չափը, եղբայրներ, քույրեր, սա կյանքի կառույցն է, որովհետև Քրիստոսը կյանքն, այսինքն երբ որ հոգևոր կյանքը քո մեջ կառույցը, այդ պատերը բարձրանում են, հոգևոր կյանքի կառույցը, կյանք է կառուցվում քո մեջ, եւ այդ կյանքը այնքան է աճում, մինչև Քրիստոսի լման հասակի չափը, Քրիստոսը թագավորում է քո մեջ։ Այս Սուրբ Հոգին սա է նպատակը։ Եվ ես մի երկու խոսքով ուզում եմ, սիրելներ, այստեղ ուրեմն ցույց տալ, հավատքին հասնել մի ուրիշ համար եմ կարդում, այս երկու այս մասին շատ ենք խոսում, սիրելներ, եւ ես մի երկու մտքով ուզում եմ ձեզ հետ կիսվել, սիրելի եղբայրներ, քույրեր, Գաղատացիս 3-րդ գլուխ կարդում եմ 22 եւ 23 համարները։ Բայց գիրքը ամենը մեղքի տակ գոցեց, որպեսի խոստմունքը Հիսուս Քրիստոսի հավատքովը տրվի հավատացյալներուն։ Բայց քանի որ հավատքը չէր եկած, ուրեմն տեսեք վիճակ կա, որ հələ հավատացյալը այդ հավատքի հայտնությունները չունի, բայց քանի որ հավատքը չէր եկած, օրենքին տակ գոցված կպահվեինք, սպասելով այն հավատքին, որ պիտի հայտնվեր։ Ուրեմն վիճակ կա, սիրելներ, որ մարդը հավատացյալ է, բայց հավատքի չի հասե այդ հավատքով ապրելու վիճակին, հավատքով քայլելու, հավատքով տեսնելու վիճակին չի ասե, բայց հավատացյալ է։ Եվ այստեղ, եթե դուք տեսնում եք, սիրելներ, Սուրբ Գիրքը երկու ճանապարհ է ցույց տալիս Աստծուն մոտենալու։ Օրենքի տակ գոցված, ասենք մեկը Աստծո օրենքն է, պատվիրանները, ասենք ես մի ժամանակ ոնց էի մտածում։ Ես հիշում եմ, որ Աստծո խոսքը մենք նոր լսում էինք եւ մեզ վկայող եղբայրը ասեց, իսկ դուք Աստծո պատվիրանները գիտեք։ Դե մենք էլ չգիտեինք, ասենք, բայց դա ո՞րն է։ Եվ ինքը երբ որ ասեց, սիրելիներ, ես հիշում եմ, ես նայում էի իմ կյանքում ու ինձ թվաց, թե ես կեսից շատը կատարվել է իմ կյանքում, դե մի քանի 2-3 հատ մնում։ Որտեվ ես պատանի էի, 14 տարեկան էի, չէի հասցրել շատ բաներ անելու։ Ինձ թվաց, որ Տեր ջան, ասի, ոնց որ թե կեսից շատը կատարվել է, մի 2 հատ ես կկատարեմ, այդ ինչ է։ Ուրեմն սիրելիներ, եւ ես հիշում եմ, որ ես այդպես ամբողջ իմ սիրտը տվել եմ Տիրոջը։ Ես հիշում եմ, որ ես իմ ամբողջ ուժերը
լարեցի ու ներդրեցի, որպեսի մնացած մի 2-3 հատներ կատարեմ, որպեսի հասնեմ Աստծուն։ Եվ ես այդպես եմ հասկանում, եթե ես բոլոր պահանջները կատարեմ, ուրեմն ես արդեն Հիսուսի հետ կլինեմ։ Ահա Աստծո թագավորությունը։ Եվ եղբայրներ, քույրեր, այն որ արդեն թվում էր թե վերջինն ամնում, Հիսուս ջան, այս վերջի մի հատն ամնում, մեկ էլ են առաջի մեղքերը նորից գլուխ են բարձրացնում։ Գիտեք ինչի էր նման այդ process-ը, ոնց որ ես մի հատ սար եմ բարձրանում։ Հենա քիչ ամնում, որ արդեն հասնեմ այդ սարի գագաթին, բայց նորից այտենց սահելով, գլորվելով ընկնում եմ ցած, նորից իմ ուժերը լարում եմ, ամբողջ ուժերս հավաքում եմ ու սկսում եմ այդ սարը բարձրանալ, որտեվ հասկանում եմ, որ Աստված ուզում է, որ ես այդ սարը բարձրանամ, որ հասնեմ գագաթին, ուրեմն հասել եմ փրկության, հասել եմ Հիսուսին։ Այն արդեն մի 2 քայլ եմ մնում, Հիսուս ջան, մի քիչ էլ ուշ տաս, այն վերջի պատվիրանն եմ մնում, Տեր ջան, ես էլ որ կատարեմ տեղ եմ հասնում։ Ու հանգարց նորից այն առաջի այն մեղքեր, ցանկություններ, ատելություն, հպարտություն, նորից գլուխ եմ բարձրացրել, նորից ընդից գլորվելով ընկնում եմ ցած սիրելներ։ Եվ սատանան հուսահատության մտքերն է բերում, մեկը քո մոտ չի ստացվի, հոգևոր կյանքը քո մոտ չի ստացվի, զուր էլ փորձում ես, մեկը դու դժոխք ես գնալու, քո տեղը դժոխքն է, եւ սիրելներ այդպես ես 10 տարի այդ սարը բարձրանում էի ու նորից գլորվում էի, պատկերացնում եք, այդ տառապանքը, եւ վերջ մի օր ես պրակտիկ համոզվեցի, որ այդ սարի գագաթին հասնողը չեմ ես, այսինքն Աստծո պատվիրանների բոլոր պահանջները, որ ես կատարեմ հասնեմ Աստծուն, դա անհնար է։ Այս երկորը կոնֆերանս էր երիտասարդներով զբաղվող ռուսական, լսել է այնտեղ սիրելներ, մի եղբայր շատ հետաքրքիր ասեց, հոգևոր կյանքը ոչ թե դժվար է, ասենք ոչ թե դժվար է այդ գագաթին հասնելը, գագաթնակետին, այլ անհնար է։ Դե մի մարդը փորձում է սիրելներ, մարդը հասկանում է, որ անհնար է, բայց ասում է կարող է ստացվի, բա ես ինչ անեմ, դե ուրիշ ճանապարհ չի տեսնում, բայց Սուրբ Գիրքը ուրիշ ճանապարհ է ցույց տալիս։ Եվ ես հիշում եմ սիրելներ, այդ հավատքի հայտնության մասին եմ ուզում ասեմ, երբ որ ես պրակտիկ համոզվեցի, որ անհնար է, որ ես հասնեմ այդ գագաթնակետին Աստծո պահանջները կատարելով, իմի սատանան ասում է, տեսնում ես, ես քեզ ասում եմ, չէ՞ որ դու ավադացիալ չես կարա դառնաս։ Էդի քո խելքի բանը չի, այն եղբոր մոտ կստացվի քույրիկ, բայց քո մոտ չի ստացվի։ Գնա աշխարհ երիտասարդ ես, 20 քանի տարեկան էի, աշխարհը քո մար գվայել ես, հետո էլ կետած դժոխք, մեկա դժոխք ես էթալու։ Ուրիշ ինչ կա չհասկանալու այստեղ։ Հիմա ես էլ աշխարհ չեմ ուզում էթան։ Ինչու՞ չի ուզում գնալ աշխարհ։ Այդ եմ ուզում ասեմ։ Իմ մեջ այդպես հավատք էր դրվել։ Այն առաջի օրերից այդ հավատքը ոնց որ մտել էր իմ մեջ, որ առանց Հիսուսի ապրելը իմաստ չունի։ Քանի հոգի կան, որ այդ մանանեխի հատն է դա, այդի քո մեջ դրելը։ Հավատքին հասնելը Էդի տարիների գործ չի սիրելիներ։ Եվ Սուրբ Հոգին ուզում է, որ այդ հավատքը ի գործ դրվի, ոչ թլպատությունն է մի բան, ուք չառաջ եղբայրը քարոզում էր, ոչ էլ անթլպատությունն է մի բան։ Ոչ մի զորություն չունի, դու ինչ ես անում, ինչ չես անում, ցուցակները ոչ մի նշանակություն չունի, սիրելներ, հապա հավատքը, որ սիրով ի գործ կդրվի։ Եվ Աստված ուզում է, որպես այդ հավատքը օգտագործվի։ Հավատքը Աստծո պարգևն է։ Դա տես չի, որ պետք է մենք սարքենք։ Մարդկային իմաստության արտադրանքը չի դա։ Մարդկային զգացմունքների արտադրանքը չի, մենք հաճախակի ենք սարքում, բայց Սուրբ Հոգին էլ հաճախակի քանդում է։ Փառք Հիսուսին, որ քանդվում է դա սիրելներ։ Անկամ եղբայրները այդ մասին շատ են քարոզել։ Այտենց այդ դեպքը շատ են պատմել եղբայրները, օրինակ էր մեր քույրերից մեկը դիմում է եղբայրներ, ասում է եղբայրներ հավատքս լրի պակասել է, աղոթ կանենք, որ հավատքս ավելանա։ Եվ ինչ են ասում եղբայրներ, ասում են քույրիկ ջան, արի տնանք այդ հավատքը աղոթենք ավելանա, թե աղոթենք լրիվ քանդվի։
Երևի պիտի աղոթենք լրիվ քանդվի, մի հատ էլ Խոստովանի տնանք այդ ինչ հավատք է։ Եթե քո մարդկային իմաստության սարքասն է, պիտի աղոթենք, որ քանդվի, ոչ թե ավելանա։ Եթե քո զգացմունքների բխածն է, դա պիտի քանդվի։ Բայց եթե Աստծո խոսքն է, այդ թող զորանա քո մեջ եւ արմատ գցի։ Հավատքը Աստծո խոսքն է։ Եվ սիրելիներ, հավատքը Սուրբ Գիրքն ասում է, որ դա Աստծո պարգևն է։ Ես հոգևոր կյանքում այսպես եմ տեսել, ես ինչ որ կյանքում տեսել եմ, դա եմ խոսում հիմա։ Այս ինչ որ ես հիմա քարոզում եմ, մի հատ ժուրնալից, բրոշուրից կամ ինտերնետից չեմ հանել։ Ես ինչ որ տեսել եմ, դա էլ վկայում եմ ձեզ։ Սիրելիներ, հավատքը դա Աստծո պարգևն է։ Այն օրից, որ դու անկեղծ դարձել ես Աստծուն, այստեղ քանի հոգի կան, որ իրանք համոզված են, որ անկեղծ դու քո սիրտը տվել ես Հիսուսին։ Թեկուզ քո մոտ հոգևոր կյանքը չի ստացվում։ Թեկուզ դու այդ սարը գագաթին, այդ գագաթնակետին չես կարող բարձրանաս ու հասնես։ Աստծո պահանջները ինչքան է լարված գիշեր ցերեկ ծառայում ես, չես կարող հասնես։ Բայց քեզ հորդորում եմ Հիսուսի անունից։ Եթե քո կյանքում եղել է այդպիսի մի օր, որ դու անկեղծ դարել ես Աստծուն, այդ օրվանից Աստված այդ սերմը դրել է քո մեջ։ Եվ այդ սերմը Աստծո խոսքն է։ Դա քո գլխի մեջ չի, դա քո կյանքի մեջ է դրել։ Եվ դա մանանեխի հատի չափ հավատքն է, որ ասում է, եթե մեկը մանանեխի հատի չափ հավատք ունենա, լեռները կտեղափոխի։ Եվ խոսքը սովորական լեռների սարի մասին չէ, այսինքն սատանայի սարքած քո կյանքում լեռները անդունդը կգնան Հիսուսի անունով։ Հիմի ուղղակի դա պետք է օգտագործվի։ Ուրեմն ես ինչի չէի կարող գնամ աշխարհ, որովհետև այդ հավատքը դու մի ասա առաջի օրից այդ մանանեխի հատ այնքան պստիկ է։ Գրված է, որ բոլոր սերմերից ամենափոքրն է, ամենապստիկն է։ Այնքան պստիկ է հպարտություն, ատելություն, մեղքի ցանկություններ, դրանք մեծ ծառեր են, սիրելիներ։ Նայում ես Աստծո խոսքը, փոքր սերմը, ասում ես, էսի ես Գողիաթին ինչ պետք է անի։ Այն վաղ մի Գողիաթ էր, մի 100 հատ Գողիաթ կա։ Այն վաղ Գողիաթը դուրսն էր, մի Գողիաթը նայում եմ, այ քեզ, իմ ներսն է մեղքի տեսակները, ամեն մեկը մի Գողիաթ է։ Եվ Աստված այդ սերմը դրել է քո մեջ։ Մի Սուրբ Հոգին ուզում է, որ դա օգտագործվի, դա որ օգտագործվեց, այն տարիների քո տառապանքներով, որ դու հարց չես կարողացել լուծել, վայրկյանում դրանք լուծվելու են։ Դուք հավատում եք, սիրելիներ, սրանք լրիվ հաշվարկված են, նոր չպետք է լինի։ Հիսուսը չարչարվել է, որ հարցերը լուծվի։ Ոնց եք մտածում, կա մի հարց, որ Հիսուսը չարչարվել է, բայց հələ պետք է մի քիչ չարչարվի, դա այդքան հեշտ չի լուծվում։ Եթե ես ու դու չարչարվենք, կարող է տարիներ է պետք հարցերի լուծման համար եւ կարող է չլուծվի, բայց որ Հիսուսն է չարչարվել, ուրեմն բոլոր հարցերը լուծված են։ Կարող է ես այդ լուծումը չունեմ, բայց դա չի նշանակում, որ այդ հարցը լուծված չի։ Հիսուս Քրիստոսի չարչարանքների մեջ մարդի բժշկության, փրկության բոլոր հարցերը լուծված են։ Փառավորվի իր անունը։ Եվ ովքեր հավատում են, ձրիաբար շնորհվում է, առատորեն պետք է բացվի։ Եվ ես ուզում եմ այս պահը ասեմ, սիրելիներ, եւ մենք աղոթենք։ Եվ դե ես չեմ հասկանում, ճշմարտությունը չեմ ճանաչում։ Ու ես հիշում եմ, որ Տերը մոտեցավ, բայց մինչև այդ ես ուզում եմ Սուրբ Գրքից ցույց տալ։ Երբ որ Պողոս առաքյալը նույնպես այդ գագաթնակետին չէր կարող հասնել։ Հիմա ասենք Վրեժ եղբայրը չի կարող, Վարամ եղբայրը չի կարող, Պավել եղբայրը չի կարող, ասում ենք դե մարդ է, տկար է։ Բայց որ Պողոս առաքյալը չի կարող հասնել, ես մի քիչ զարմանալի է։ Ինքն էլ է ասում, չէ, ուզում եմ բարին անեմ, այսինքն ուզում եմ Աստծո պահանջները կատարեմ, բայց հակառակն է ստացվում։ Ինչ խղճալի մարդ եմ ես։ Դուք հասկանում եք։ Եվ ինքը, սիրելիներ, բայց հրաշքը ո՞րն է։
այս կարդում եմ, այդ մանանեխի հատը տեսեք ոնց աշխատում։ Այդ եղբայրները շատ են ձեզի քարոզ է, բայց ես ուզում եմ Աստծո խոսքից ցույց տալ մանանեխի հատը։ Տեսեք մանանեխի հատը։ 22 խոսք 7-րդ գլուխ։ Որովհետև ներսի մարդին նայելով Աստծո օրենքին կհավնիմ։ Տեսեք։ Չի ուզում աշխարհեթա։ Պողոս առաքյալը չի հավանում մեղքի կյանքին, հասել է հավատքին։ Էսի մեջն է։ Ինքը մեղքին չի կարում հաղթի, բայց մեղքին հավանություն չի տալիս։ Մտքերին չի կարում հաղթի, բայց մտքերին հավան չի, համաձայն չի։ Սա հավատք է։ Հավատքը ընտրություն է։ Հավատքը այո եւ ամեն է, հավատքը համաձայնություն է։ Ասում է ես մեղքին չեմ կարող հաղթեմ, բայց ես հավանում եմ Աստծո խոսքին։ Բայց ես Հիսուսին եմ ուզում։ Ես խոստովանեցի, ասի իմ մոտ ես համոզվեցի, որ չի ստացվում, բայց աշխարհ չեմ ուզում գնամ։ Ես չեմ ուզում մեղքի կյանք ապրեմ, ես չեմ ուզում։ Սա մանանեխի հատի ուժն է, սա խելքի ուժ չի։ Սա մարմնի եւ արյան զորությունը չի, սա այն պարգևն է, որ Աստված անկեղծ հավատացյալի մեջ դրել է։ Հալելույա։ Դրա համար այդ մարդին հալածում են, այդ մարդին ծեծում են գիշեր-ցերեկ, տանում են պետք է խաչեն, կարող է սխալներ է թույլ տալիս, բայց այս մարդը չի կարող Հիսուսին թողի, չի կարողանում, ոչ թե հազիվ իրան զսպում է, ինքը չի կարողանում, ասում է ես առանց Հիսուսի չեմ կարող ապրեմ, ինչ անեմ։ Էս է իմ վիճակը։ Փառավորվի Հիսուսի անունը։ Այսի ես չգիտեմ սիրելիներ, քանի հոգի այստեղ անկեղծ Աստծուն դարձած մարդ կա, այստեղ կա։ Այստեղ ժողովուրդ կա, որ հարուրաթերություն ունի, բայց ինքը այդ օրը եղել է, որ իր սիրտը տվել է Հիսուսին, այդ մանանեխի հատը քո մեջն է, եւ դա Աստծո խոսքն է, Աստծո սերմն է, ընդունեք սիրելիներ, եւ Սուրբ Հոգին ուզում է, որ դու օգտագործես, այ Պողոս առաքյալը օգտագործեց, ասեց ես մեղքը չեմ ուզում։ Ես երկրորդ օրինակը հին ուխտից եմ ուզում հիշեցնել, շատ ենք ասել Հովսեփի օրինակը սիրելիներ, Հովսեփի օրինակը շատ ենք ասել, տեսեք որ Հովսեփն էլ էր հասել, Հովսեփը հասել էր այդ կյանքին, Հովսեփը այդ կյանքին հասել էր սիրելիներ, եւ երբ որ Հովսեփը գերության մեջ էր, Եգիպտոսում Պետափրեսի տանը, մենք գիտենք որ Պետափրեսի կինը սիրահարվել էր Հովսեփի վրա, երիտասարդ տղա էր, 20 քանի տարեկան, այդպես ենք հասկանում Սուրբ գրքից, եւ Պետափրեսի կինը սիրահարվել էր Հովսեփի վրա, եւ Սուրբ գիրքը ցույց է տալիս, որ առաջարկություն է անում Հովսեփին այդ կինը, մեծ գայթակղություն է երիտասարդի համար, դա մեծ գայթակղություն է, ամբողջ աշխարհը սրա գերին է սիրելիներ, մանավանդ երիտասարդությունը, եւ տեսեք ինչ է կատարվում, հրաշքը ուզում եմ մենք տեսնենք Սուրբ գրքից։ Այ հավատքին հասնել ինչ է նշանակում։ Եվ եղավ որ այս բաների ետքը անոր տերոջը կինը աշկ տնկեց Հովսեփի վրա, ու սա պարկենց է, սա 39-րդ գլուխ Ծննդոց գրքի 7-րդ համարն է։ Եվ կարդում եմ 8-րդ խոսքը, բայց անիկա չհաճեցավ։ Օ, սիրելիներ։ Ռուսերեն թարգմանության մեջ միայն գրված է, որ Հովսեփը Յոսիֆ Ատկազալսը հրաժարվեց, բայց հայերենում նաև այս բառը կա, Հովսեփը ասեց, որ ինձ հաճելի չի, հավատքին հասնել, Պողոս առաքյալը ասեց, հավանում եմ Աստծո օրենքին, տեսնեք նույն հոգին, հավատքին հասնել նշանակում է ոչ թե միայն մեղքը թողնել, այլ մեղքի զզվալ, մեղք մի գործիր, սա օրենք է, մի շնացիր, սա օրենք է, մեղքից զզվալ, սա հավատք է, սիրելիներ։ Հիմի դու կարող է թողել ես, ես եկել եմ հավատքի, թողել եմ ծխելը, խմելը, ճանապարհները լրիվ անմաքուր թողել եմ, բայց դու մենակ թողել ես, թե դու մերժում ես այդ բոլորը եւ Հովսեփը ասում է, որ ուրեմն եթե դու դա թողել ես որպես օրենք, դու
10 տարի անցնի, 20 տարի, մի օր կհայտնվես նորից այդ քո թողած մեղքերի մեջ։ Ինչպես Սուրբ Գիրքն ասում է, լվացված խոզը նորից դառնում է ցեխի մեջ թաբլտվելու։ Բայց եթե դու մեղքից զզվում ես, դու ազատ ես Հիսուսի անունով։ Այ Սուրբ Հոգին ուզում է քեզ ստեղ հասցնել։ Հիմա Հովսեփը այն վաղ օրենք չկար։ Բայց Հիսուսին հավատացող մարդը արդեն հավատքի օրենքն է գործում։ Օրենքը Մովսեսի ձեռքով է տրված, օրենք չկար, որ մի շնանար, բայց Հովսեփը, քանի որ հավատքով ապրող մարդ էր, զզվում է մեղքից, հաճելի չի։ Ես մերժում եմ այդ զիբիլ, այդ աղբը, սա հրաշք է սիրելիներ, ամենամեծ հրաշքը սա է, որ մարդը մեղքից զզվում է։ Հիմա դու եկել ես պաշտամունքի, ես ուրբաթ օրն էլ ասեցի, դու աղոթում ես, դու Սուրբ Գիրք ես կարդում, դու թողել ես, սա օրենք ես անում, թե հավատք ես է։ Ուղղակի հավատացյալ եմ, պետք է աղոթեմ, ինչ անեմ, Ստիվաս, այսօր չեմ աղոթել, գոնե մի հատ աղոթեմ, Աստված չբարկանա։ Հավատացյալ եմ, պետք է պաշտամունքի եթամ։ Առավոտ վեր եմ կացե 1000 հատ գործ կա, քանի պաշտամունք էլ չեմ եկե, մի քիչ է գործերը խառնվել է, ասում եմ, չէ, Աստված բարգացել է, գոնե այսօր եթամ պաշտամունքի։ Հիմա դու օրենք ես կատարել, թե դու հավատքով ես եկե։ Սրտեր քննողը գիտի սիրելիներ։ Եվ Սուրբ Գիրքը ուզում է, Սուրբ Հոգին ուզում է, որ քեզ հասցնել հավատքի վիճակին, որ դու էլ հետ գնալու ճանապարհ չունենաս, որ դու առանց Հիսուսի չկարողանաս ապրել։ Սայթակումներ կլինեն, տկարություններ կլինեն, բայց դու չես կարող առանց Հիսուսի ապրել։ Ալելույա Տիրոջ։ Մեր մարմինները չի դառե հրեշտակի մարմին, բայց մանանեխի հատը զորավոր է, քան թե հին մարդը, ավելի զորավոր է, քան սատանան, քան դժոխքը, քան մեղքը, սիրելիներ, մեղքը ինչքան էլ զորանում է երկրի վրա, մանանեխի հատը, Աստծո խոսքը ավելի զորավոր է։ Դրա համար ասում է, Աստծո խոսքը ձեր մեջ կբնակվի ու չարին հաղթեցիք։ Այդ մանանեխի հատն է։ Այստեղ ժողովուրդ կա, որ այդ հատիկը ձեր մեջ է։ Եվ ինչպես է դա օգտագործվում, սիրելիներ։ Ես հիշում եմ, որ Սուրբ Հոգին ինձ երբ որ մոտեցավ, ասեց, ես հասկանում եմ, որ ինքը Սուրբ Հոգին է, ասեց, քո մոտ չի ստացվում։ Մի բան ստացվեց քո մոտ, Աստծո պահանջն, ասում եմ ոչ։ Բայց եթե չի ստացվում, դու քո համաձայնությունը ում ես տալիս։ Քո ընտրությունը, հավատքը օգտագործի։ Ես չգիտեմ, որի մեջ կա։ Հավատքը օգտագործի, Աստված ուզում է տեսնի, որ քո մոտ չի ստացվում, բայց դու ումն ես ուզում, դու Հիսուսին ես ուզում, թե քո սրտի ցանկությունները։ Հա ուժը չի պատում հաղթես։ Դու ստրուկ ես, ստրուկը համաձայն չի իր Տիրոջ հետ, բայց ձեռը ճար չկա։ Սիրելիներ, մենք հասկանում ենք ստրուկ ինչ բան է։ Այս ստրուկը ուզում է ազատ լինի, բայց ձեռը ճար չկա, ուժ չունի, նրա փրկությունը դրսից է։ Մի Աստված ուզում է տենա, դու մեղքի ծառա ես, թե մեղքի ստրուկ ես։ Ծառան հոժար կամքով է, իսկ ստրուկը հոժար կամքով չի։ Այսօր շատերը ոչ թե մեղքի ստրուկ են, այլ մեղքի ծառա են։ Եթե դու չես ուզում այդպես դուրս գաս, դու մեղքի ծառա ես։ Բայց եթե դու ուզում ես դուրս գաս ու ուժ չունես, դու ստրուկ ես եւ քո փրկությունը քո առաջ է կանգնած։ Քո գլխի վրա է եւ Տիրոջ զորությունը ուզում է քեզ բժշկի։ Եվ սիրելիներ, ես ասի Հիսուս ջան, իմ ընտրությունը դու ես մեղքը չեմ ուզում, ես քեզ եմ ուզում։ Եվ ասես, եթե դու ինձ ես ուզում, ուրեմն դու ազատ ես այդ կապանքներից, դու իմն ես։ Օգտագործեք հավատքը, սիրելիներ, ամեն օր օգտագործեք։ Քեզի աշխարհի ամենաաղտոտ ու պիղծ մտքերն ա եկե, հավատքը օգտագործի։ Քո մեջ գլուխը բարձրացրել բոլոր մեղքի տեսակները, հավատքը օգտագործի։ Սատանան հարձակվել է, ես չգիտեմ ինչեր ասում, հավատքը օգտագործի։ Այսինքն կոնտրությունը հաստատի եւ զայս անելով Աստծո շնորհքը առատորեն կգա քո վրա։ Փառք Հիսուսին, սիրելիներ։ Ուրեմն հիմա որ պետք է աղոթք կանենք, երբ որ մարդ հավատքին է հասնում, դառնում է հարազատություն, հարազատանում է Աստծո հետ։ Օրենք կատարելը
ասենք հիմա եթե դու աշխատում ես միտեղ, ես հիշում եմ, ես մի 3 տարի ամերիկացիների հետ եմ աշխատում, օֆիսեր ամերիկական, Հայաստանում աշխատում էի որպես վարորդ, լրիվ ամերիկացի են, հայրել կան, բայց տնօրենը, դիրեկտորը, լրիվ ամերիկացի են ղեկավարները, սիրելիներ, ես ժամերով ընդ նստած էի, տենց 1000-ից մեկ մի գործներ մեքենայով գնային գայինք, էդ էր, բայց այնքան հոգնեցուցիչ էր, գիտեք ինչի, որովհետև այդտեղ հարազատություն չկա, այդտեղ լրիվ օրենք, ես էլ մտածում եմ, խո մի հատ օրենք չեմ խախտել, մանավանդ որ նայում եմ այդ դիրեկտորը մի քիչ դեմքը խոլորա, այ ասում եմ, կարող եմ մի օրենք խախտել եմ, ինչ եմ արել, էդի ահավոր սենց սիրելիներ, ես չգիտեմ ովքեր որ ամերիկացիների հետ շփվել են, նրանք հենց քեզ տեսան ժպտում են, թեկուզ քեզից այդ որ ձեռը ճարալի քեզի կսպանի, բայց ժպտում ատամներն է ցույց տալի, քեզ թվում է թե նենց լրիվ սիրո դռները բաց ա քո առաջ, եւ դու քեզ թվում է թե քո հարազատն է, այդտենց են նայում, քեզ թվում է թե դրանից այն կողմ էլ աշխարհ չկա, բայց լրիվ կեղծավորություն, լրիվ օրենք, ու սիրելիներ, ես մինչև ժամը 6-ը էլ ուժ չէր մնում իմ մեջ, լրիվ, եթե ես ֆիզիկական աշխատել եմ, այդքան չեմ օգնել, գիշերն էլ ենք աշխատել, ես հազիվ սենց ինձ գցում էի հավաքույթի, որ մի քիչ այդ վիճակից դուրս գամ, քույրիկներ էլ կային աշխատող, մեկ-մեկ դենց հնարավորություն է գտնում, այդ մի ասում է քույրիկ ջան, ես արդեն մեռնում եմ, էլ օդ չկա շնչելու, գոնե մի հատ Հիսուս ասա մի քիչ շնչենք, այս քույրիկներն ասում են, դու եղբայրը դու ես, դու պետք է ասես, ես ասում եմ, ես էլ ուժ չունեմ ես, իսկ տունը, որ գնում ես տուն, որ գնում ես քո հարազատների մեջ, այդ տունն էլ օրենք կա, թե տունը, այդ պարյատկեն կա տունը, թե չկա, ավելի խիստ են դե օրենքը, բայց դու ընդեղ ազատ ես, ինչ ես ազատ, որովհետև հարազատություն է, որովհետև ընդեղ կասկած չկա, որովհետև ընդեղ կյանք կա սիրելիներ, ընդեղ դու չես մտածում օրենք կատարես, ընդեղ ամեն ինչ քո համար է, ընդեղ ամեն ինչ քո տան համար է, ազատություն է, հավատքին հասնել նշանակում է հարազատանալ Աստծո հետ։ Հիմա դու սենց տառապում ես օրենքի տակ, թե դու հարազատ ես Աստծո հետ։ Ուրեմն Սուրբ Հոգին չի ուզում, որ դու տառապես։ Սուրբ Հոգին ասում է, որ Աստված քո հայրն է, մի վախնար։ Վայ ես արարատերություն ունեմ, նա քո հայրն է, նա քո բժիշկն է։ Դու այդ տան երեխեն ես, ինչ ես մտածում։ Մի մտածի տենց։ Սուրբ Հոգին հարազատացնում է, ընդունեք Հիսուսի անունով, սիրելիներ, ընդունեք այս բժշկությունը, ընդունեք։ Եթե դու տառապում ես, ուզում ես փախնես այդ օֆիսից, երբ որ ես դիմում գրեցի, որ ազատվեմ, այդ տնօրենը զարմացել էր, ասում է, այդ ինչ աշխատանք ես ճարել, ոչ թե դոլարով էլ մեզ վարձատրում են։ Հայաստանում աշխատանք չկա, այսօր ես հետում։ Ես ասեմ, լավ է ես առավոտից իրիկուն, նեթամ զիբիլ թափեմ ավելի հանգիստ անձի, մի կտոր հաց, 4 հաց ես աշխատեմ ավելի լավ է, քան ձեր շնչի տակ, ես ասեմ հարմար չի։ Ասի շատ լավ գործ եմ ճարել, ասի ես դեթամ։ Ալելույա Հիսուսին։ Հիմի դու տառապում ես, որտև քո եւ Աստծո մեջ օրենք է։ Աստված քեզի բերում է հարազատության, որ դու հենց հարազատացար, էլ չես կարող գնալ Հիսուսի ոտքերի մոտից, այտենց հարազատ չես գտնի։ Ալելույա Հիսուսին։ Հավատքին հասնել նշանակում է հարազատանալ Աստծո հետ։ Հենց դու հավատքը սա է սիրելիներ, մանանեխի հատը սա է, ուրեմն Աստված չի նայում, թե դու, ես հլտենամ, հլարիտենամ, այդ որ օրենքն ես խախտե, էդի չի, էդի սխալ հավատք է, դա սատանայի ստերն են, մերժեք Հիսուսի անունով։ Դուք նրա որդիներն եք, ես Սուրգիկն ասում եմ, երբ որ հավատքը եկավ, այլևս օրենքի տակ չենք, մենք նրա որդիներն ենք, Քրիստոսի վրա եղած հավատքով, հարազատություն է, բայց սիրելիներ արդեն տան մեջ, դու չես մտածում չարություն անես, որովհետև դա քո տունն է, մի թուղթ էլ ընկնում է գետին, դու վերցնում ես, ով պետք է վերցնի, եւ դու հաճույքով ես վերցնում։ Բայց օֆիսում որ մի հատ թուղթ ընկնում էր, ասում եմ, ես չեմ գցել, ես խիպտի վերցնեմ։ Դա հարազատ չի ինձ համար։ Բայց տունը ասում եմ,
ես չգիտեմ ովակցե, բայց ես պիվերստեմ, սա իմն է, հարազատ է, եկեղեցին հարազատ է քեզ թե ոչ, հավատքը քեզ հարազատ է, Աստծո հետ հարազատություն ես ապրում, թե օրենք է քո և Աստծո մեջտեղ, եթե օրենք ես կատարում, դու օրենքի տակ ես, այ օրենքի տակ նշանակում է սա, բայց որ դու հավատքով ես ապրում, շնորհքն է գալիս քո վրա, կանգնենք աղոթքի սիրելիներ։